Սահմանները չեն կարող բաժանել համախմբվածությունը, երբ անարդարությունն ակնհայտ է, դիտավորյալ, սահմաններն այլևս նշանակություն չեն ունենում։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը տարբեր ձևաչափերով, գրառումներով, հայտարարություններով իրենց զորակցությունն են հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, գործարար եւ բարերար Գագիկ Ծառուկյանին, դատապարտելով նրան ձերբակալելու ձևն ու կալանավորման որոշումը։ Այդ համազգային համախմբման դրսևորումը կայացել է նաեւ Մոսկվայում։ Սուրբ Պայծառակերպության եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են աղոթք բարձրացնելու ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի։ Տերունական աղոթքի ընթացքում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մարդկային նկարագրի մասին։ Քահանան իր խոսքում կարևորում է հայ մարդու կերպարը, որպես ուժեղ, աշխատասեր եւ ստեղծարար ժողովրդի ներկայացուցիչ։ Աղոթքից հետո եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները շարունակում են զրույցն ու քննարկումները։ Մտահոգ են Ռուսաստանաբնակ հայերը։ Հովհաննես Դանիելյանը Գագիկ Ծառուկյանի գործունեության կարևոր բաղադրիչը համարում է աշխատատեղերի ստեղծումը։ Գագիկ Ծառուկյանի արածները հայ ժողովրդի համար հանրայնացնելու ինչ-որ կարիք չունեն, բոլորն էլ դրա մասին տեղյակ են։ Այստեղ հավաքվածներից շատերը Գագիկ Ծառուկյանին անձամբ չեն ճանաչում, բայց բոլորն էլ, այսպես ասած, անձամբ ես մեծացել եմ իր արածները տեսնելով ու լսելով։ Իմ համար իր արածներից ամենակարևորը երևի նա է, որ ինքը ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Այսօր Հայաստանում դրա խնդիրը կա, որ աշխատատեղեր չկան, դրա համար էլ այստեղ այսքան հայ եք տեսնում։ Շատերը այստեղ են նրա համար, որ իրենց ընտանիքին ապահովելու կարիքն ունեն։ Նաև սպորտի մեջ նրա ներդրումը անտանելի մեծ է ուղղակի, հարյուրավոր հազարավոր սպորտսմենների ան աջակցել ու ցավոք սրտի այսօր մենք տեսնում ենք, որ այդ սպորտսմեններից շատերը չեն խոսում, ինչը այստեղ գալիս ենք երախտագիտության թեմային, որ շատ կարևոր է, որպեսզի Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ շատ լինեն, պետք է որ ազգը երախտագիտություն ունենա նրանց արածներին։ Ու ընդհանուր առմամբ քրիստոնեության պահպանման հարցում էլ նրա ավանդը շատ մեծ է, քրիստոնեության այդ ասած իդենտիչն է, մեր ինքնությունը պահպանելու հարցում նրա ավանդը նաև շատ մեծ է ու աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը մեծացնելու հարցում եւս։ Ազգային մշակույթի պահպանությամբ զբաղվող Լուսինե Լուլուկյանը մեծ ցավով է ընդունել տեղի ունեցածը, թեև անձամբ չի ճանաչում Գագիկ Ծառուկյանին, սակայն գիտի, որ նա տարիներ շարունակ հոգ է տարել բազմաթիվ մարդկանց մասին, աջակցելով նրանց տարբեր նախաձեռնություններում եւ դժվարին իրավիճակներում։ Իմ համար շատ ցավալի է տեսնել այս ամեն ինչը կատարվում մեր երկրում։ Անձամբ ինձ Գագիկ Ծառուկյանը երբևէ ոչ մի օգուտ ինչ-որ մի բան չի արել, բայց ես այնքան մարդկանց գիտեմ, որ այդ մարդը իսկապես իր ամբողջ աշխատանքի ընթացքում, ապրած կյանքի ընթացքում մարդկանց ձեռք է մեկնել, դեղորայքով, բուժումով, անտում մարդկանց տներով։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ, շատ հարազատ մարդկանց, շատ ծանոթ մարդկանց, ու ես չէի կարող այսօր այստեղ չգտնվել, ուղղակի իմ ներկայությամբ գոնե օգտակար լինել ինչ-որ մի բանով, իմ խոսքը ասել նման հայրենակիցը արժանի չի նման վերաբերմունքի։ Չգիտեմ, մեծ ցավով եմ ասում, ցավ եմ ապրում, փորձենք, եթե կարողանում ենք օգնել, պատրաստ ենք, ինչով հարկավոր է։ 2018-ին 3 երեխաների մայրը դիմել է Գագիկ Ծառուկյանին, հայտնել առողջական խնդրի մասին, աջակցություն ստացել։ Նրա մեկնած ձեռքը չի մոռացել։ Հիմա եկել է աղոթելու եւ արդարություն հայցելու Տիրոջից։ Ինչպես կարող է մարդը ուրանալ նման մարդու արարքները։ Այսօր որ ես առողջ եմ եւ ապրում եմ ի շնորհիվ պարոն Ծառուկյանին, իմ աղոթքները թող տեղ հասնեն եւ րոպե առաջ զանգնել ղողանջեց։ Թող առ Աստված իմ ձայնը հասնի, բոլորի ձայնը հասնի, պարոն Ծառուկյանը ազատ արձակվի։ Մեծանուն հայ, ազգի արժանի զավակ, մեծ բարերար, մարդ, որը ստեղծել ու արարել է իր երկրում եւ հանուն իր երկրի։ Այսպես են Գագիկ Ծառուկյանին բնութագրում բազմաթիվ քաղաքացիներ, նրան հասցեագրելով գնահատանքի եւ զորակցության խոսքեր։ Для нашей страны Гагик Ծառուկյան столько сделал, что ни один человек. Մեր երկրի համար այնինչ արել է Գագիկ Ծառուկյանը ոչ ոք չի արել, ամբողջ աշխարհի հայերի համար, մարզիկների համար, բոլոր այն մարդկանց համար, որոնք դրա կարիքը ունեն, թե ինչ աջակցություն ցուցաբերեց նա ինձ, բոլորդ լավ գիտեք։ Как и мне оказал эту помощь, вы все прекрасно знаете. Գագիկ Ծառուկյանի թե կալանավու ձերբակալումը, թե կալանավորումը, թե բռնի միջոցները ինչով
կատարվեց, ընթացավ այդ process-ը, ապացույցն են, որ Հայաստանի Հանրապետությունում բռնատիրություն է։ Он величайший человек, он король։ Ինքը մեծագույն մարդ է, բարերար է, նա կառուցում է եկեղեցիներ, ստեղծում է Քրիստոսի արձանը։ Ծառուկյանը միշտ աջակցում է ուսանողներին, մարզիկներին, նրանց կողքին է։ Բոլորին օգնության ձեռք է մեկնում։ Ես վստահ կարող եմ ասել, նա հայ ազգի հպարտությունն է։ Պարոն Ծառուկյանը միշտ լավ գործեր է արել, բարերար մարդ է։ Միայն դրական բաներ կարելի է խոսել տվյալ անձի մասին։ Չկան հենց մի հատ կետ կամ բնակավար, որ պարոն Ծառուկյանը մասնակցած չլինի, օգնած չլինի, թե սպորտսմենները, թե գյուղատնտեսությունը, թե արդյունաբերությունը, բոլոր բնակավարներում պարոն Ծառուկյանը մասնակից է, բոլոր ուղղություններով ժողովրդի կողքին է եղել, ամեն ինչ արել է այդ մարդը, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր ուսանողների, մեր երիտասարդների։ Ինքը մեծ սիրտ ունի, առյուծի սիրտ ունի։ Ինքը սպորտսմեն է, ամեն դժվարությունները կարող է հաղթահարել իրար մեջ ու ամբողջ մեր հայ ազգը իրան գնահատում է ու ցանկանում եմ իրան շուտ ինքը դուրս գա։ Я на него подписалась после того, как первый Գագիկ Ծառուկյանի էջերին բաժանորդագրվեցի, երբ իմացա Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման մասին։ Ուզում եմ տեսնել, մասնակցել կամավորական աշխատանքներին։ Մարդ, որը հզոր գործեր է անում, նման անախորժությունների չպետք է հանդիպի։ Ինչ որ սև ուժեր բնական է, որ փորձելու էին նրան խանգարել, բայց դա ցույց է տալիս, որ նա ճիշտ ուղու վրա է։ Նման հավաքները ցույց են տալիս ով է ճիշտ, ով սխալ։ Ցանկանում եմ շուտ դուրս գա եւ շարունակի իր հասարակական գործունեությունը։ продолжить свою общественную деятельность. Свой большой вклад я, по моему мнению, опять же говорю, Гагик. Իր մեծ ներդրումը երկրի սոցիալական ու մշակութային կյանքում անգնահատելի է։ Սա մի մեծ թեմա է, մարդիկ այսօր պետք է կանգնեն նրա կողքին։ Его дела однозначно приносили пользу Армении. Гагик Ծառուկյանն это Նրա գործերը միայն բարիք են բերել երկրին։ Նա իր երկրի արժանի զավակն է, իր կյանքի ընթացքում շատ մարդկանց է օգնել։ Я душой болею за него. Ես հոգով բոլոր ապօրինի կալանավորվածների հետ եմ, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, հուսով եմ, որ արդարությունը կվերականգնվի։ Ռուսաստանաբնակ հայերը հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպմանը անդրադարձել են հայրենիքում ընթացող քաղաքական զարգացումներին, հետընտրական իրավիճակին։ Աբրահամյանի խոսքով Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ եւ հայրենանվեր նախաձեռնություններով արժանի է բարձր գնահատանքի։ Ժամանակն է հաղթահարել ներքին պառակտումներն ու միավորվել համազգային արժեքների շուրջ։ Он достойный. Ծառուկյանն արժանավոր մարդ է, նա ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, նրան այդ կերպ բերման ենթարկելը իսկական աղետ էր, այդպես չէր կարելի։ Մենք հանդես են գալիս նրա պաշտպանության օգտին եւ պետք է բոլոր հարցերը խաղաղ ու արժանապատիվ ճանապարհով լուծվեն։ Բոլորի ցանկությունն ու աղոթքները մեկ գաղափարի շուրջ են։ Նրանք համախմբված են ու շարունակելու են լինել ազգի արժանի զավակ Գագիկ Ծառուկյանի կողքին, ապավինելով Արարչի կամքին եւ հավատալով միասնական աղոթքի զորությանը, մեր հայրենակիցները հուսով են, որ ստեղծված իրավիճակը շուտով կստանա արդար հանգուցալուծում։